Հիմա արդեն փորձարկում ենք ջրելը, առաջի կլապանը այսքան տեղնա ջրում, հեսա հերթով ջրելու է։ Պաուզատան որ հասցնենք։ Երկրորդ կլապանը սա է ջրելու, մենք հետո երբ որ խոտը ծլեց, մի քիչ ցնցուղների ռեգուլովկա ենք տալու, որ շատ պատերը չթրջի։ Հիմա ներկա պահին մեզ պետք է որ լավ ծայրամասերով ջրի, ստեղ էլ ծաղկանոց ենք ունենալու, ստեղ այս մասը ջրեց, նայեք, ամբողջ հողային դաշտը ջրվում է, ինչ բուսականություն ուզենաս դնես, ինքը ամբողջը ջրելու է։ Երկրորդը սենց, երրորդը սա է ջրելու, նայեք, այսինքն էլի ամբողջը, տեսեք որ հողի խառնուրդն էլ է ճիշտ, ամեն ինչ ճշգրիտ է անում, նույնիսկ ջուրը որ լցվում է, չէ զգացվում, ուր է գնում։ Գուբկի պես քաշում է, և բույսերն է ջրելու, և գազունի ամբողջ դաշտը, հողի դաշտը։ Այս էլ չորրորդ բաժինը։ Չորրորդ բաժինն էլ այսենց լրիվ բույսերի հետևն է ջրում, այս դիրքով, այսենց։ Հենց գազոնը ծլեց, վերջացրեց, մենք կարգավորումներ կտանք, որ ցնցուղները շատ սահմանից չանցնեն։ Այսինքն ցավաս, նայեք, ամբողջ դաշտը, որևէ բույս, որևէ ցնցուղ, մեկը մյուսի տակը ջրելով, բաց տեղ չի թողելու որ մնա։ Այսինքն։ Այս ձև է լինում, եսի ներքևի բաժինը, նորից կրկնեմ, ամբողջ այգին 0-ից հավաքվեց, փոսերը, մեծ փոսեր փորվեց, հատուկ հողախառնուրդ, մոնտաժարվեց, գազոնի համար հատուկ հողախառնուրդ սարքվեց ու ունեցանք այս արդյունքը։ Խոտերը կծլի, հետո վարդեր բանք ավելացնենք ու այսենց։ Հիմա էլ այս դաշտն է ջրում, ստե առանձին տայմեր դրեցինք, իրարից հեռու էր, նայք, առաջինը ջրում է պատերի տակը, իրոպե, սրա գլխիկը մի փոքր, այսենց։ Նույնիսկ մեկը մյուսին էլ է հերիքացնում, բայց մենք արանքը բան ենք դրել, որ ոչ մի բաց տեղ չունենանք։ Սենց, հիմա մյուսը փորձեմ, երկրորդ բաժինը սա է ջրում, նայեք, նորից ասեմ, հենց ջրեցինք, սերմը ծլեցինք, վերջացրեցինք, որոշակի ցնցուղների կարգավորում կտանք, որ մի քիչ մայթերից շատ է գցում։ Նպատակն է ջուրը բաքով չի տեղադրված, որ ջրի անկման դեպքում էլ լրիվ համաչափ ջրի։ Էսի երկրորդ բաժինը, էսի երրորդ բաժինը, այսենց ռուսերեն գտարի պես է ջրում, այսենց, նայեք, չորրորդ բաժինը սա է ջրում, չորրորդ բաժինը սա է ջրում, այս մեջտեղի 4 հատը, 360 աստիճան, նայեք հողի դաշտը ոնց է ամբողջը ջրել, հիմա սա էլ կվերջանա, կջրի մյուսները։ Նայեք 5-րդն էլ նա է ջրում, այսենց ամբողջ պատի տակով, փիչև այս ցնցուղը։ Այսպես նայեք, բոլորը մեկը մյուսի տակը լրացնում է, հողային դաշտը ընդհանուր նայեք, ինչպես ամբողջը ջրվեց, խոնարհացավ, այսպես, ու այսպես ամեն ինչ փորձում ենք այնպես անել, որ նպատակին և խելացի հետագայում էլ քիչ ջուր ծախսելով ունենան հիասքանչ այգի, այգու ավտոմատ ոռոգումը պարտադիր է և անպայման խելացի հավաքեք, որ արդյունք ունենաք։